Բժիշկները շարունակում են պայքարել 1 տարեկան Ալեքսի կյանքի համար, որը կիրակի գիշերը հիվանդանոց էր տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ։ Իրավապահները հիմա փորձում են պարզել, արդյոք կալանավորված խորթ մորից բացի դաժան հանցանքին մեղսակից է նաև հայրը։ Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, հայր ներկայացվող տղամարդն իրականում երեխայի մոր նախկին ամուսինն է։ Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին եւս նաև իրավական գնահատական որպես այդպեսին կարողանանք տանք։ Ըստ իրավապահների փոքրիկին այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր չբացառեց, որ հնարավոր է մեղադրանք ներկայացվի նաև տղամարդուն։ Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև, թե ինչ պայմաններում է բնակվել երեխան եւ արդյոք այդ ընտանիքում անառակաբարո բարքեր են եղել։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան ուշացնել Երեխայի կենսաբանական մայրը 26 տարեկան է, ունի 4 երեխա, նորից հղի է։ Նա Ազատությանը պատմել էր, որ տղային թողել է նախկին ամուսնու մոտ, որ վարձով տուն գտնի։ Դատախազության փոխանցմամբ, սակայն երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն 3 ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել։ Հարևանն այսօր պատմեց, որ նրանք այդտեղ մոտ 1 տարի առաջ են տեղափոխվել։ Ասենք սովորական բարոր երեխեն ոնց է լացում, այտենց այդ ձևով է այդ երեխա, ասենք կարա սոված լինի ու երեխեն լացի, բայց ոչ այն ագրեսիվ լաց, որ ասենք խփելա ու երեխեն լացում է։ Ներկայանալ չցանկացող հարևանուհին պնդեց, թե երեխայի կասկած հարուցող լացի ձայն չի լսել, բայց անցած 1 տարում հաճախ է այդ տնից աղմուկ աղաղակ դուրս եկել։ Որ աշճանելուց իջնում են, քանի անգամ ես լսել եմ երեխայի լացի ձայն, բայց օրինակ ամուսիններով շատ անհաշտ էին, կռվում էին, նույնիսկ մի օր գիշեր մեր խոհանոցում լավ լսվում է այդ կռիվները, աղջիկս նույնիսկ բարձրացել էր գիշերվա 12-ին դուռը խփել էր, որ ձեների այդ հայոյանքները մեր տուն լսվում է։ Կնոջ տպավորությամբ դրկիցները 1 սեփական երեխա ունեն, բայց փոքր ընտանիքում միշտ այլ կանայք են եղել, որոնք իրեն ներկայացվում են որպես այդ տղամարդու ընկերուհիներ, նախկին կանայք։ Երեխաներով գալիս էին, օրերով բոլորով բնակվում 1 սենյականոց տանը։ Տարբեր կանայք, անդադ այդ սա խո ինչ է, հարեմ էր, ոնց որ հարեմ լիներ, այդ լղին իր կանայք էին, իր նախկին երեխաները։ Նկատել է, որ կալանավորված հարևանուհին ագրեսիվ է եղել սեփական երեխայի հանդեպ։ Այդ կինը քիչ տարօրինակ, լիռ է, լաչարել, իր ագրեսիվ էր ավելի շուտ, իր երեխին ասենք երեխային ծեծել։ Հա, մեկից մեկ ինքը կարող ծեծել, որովհետև ինքը երեխի իր տղային, իր այդ տղա երեխայի ձեռից բռնած քաշ տալով բերում էր ջղայնամել։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի համար աներկբա է, տղամարդը եւս պետք է կանչվի քրեական պատասխանատվության։ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում վտանգի մեջ թողնելու համար, ինքը ուղիղ մատնանշում է կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմանների վիճակում մարդուն թողելու մասին։ Իսկ երեխան, առավել եւս որը գտնվում է նման վտանգավոր պայմաններում, կրկնակի խոցելի է այդ հանցագործության համատեքստում։ Երեխան պետք է լիներ պետական կառույցների ուշադրության ներքո, նկատում է փորձագետն ընդգծում, նրանք ակնհայտորեն թերացել են։ Միանշանակ մենք ստեղ ունենք տարբեր մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու գործընթաց եւ ամենակարևորը ստեղ մենք ունենք համագործակցության բացակայություն։ Դաժանաբար ծեծված փոքրիկ Ալեքսի մայրը ժամանակին մեծ զույգ երեխաներին հանձնել է խնամքի հաստատություն, որտեղից էլ պետությունը նրանց տեղափոխել է խնամատար ընտանիքներ։ Մասնագետի խոսքով այս իրավիճակում, երբ մայրը 3-րդ երեխային էլ տեղափոխել էր գյուղ իր մոր տուն, իսկ Ալեքսին էլ թողել նախկին ամուսնու մոտ, կինը պետք է գտնվեր համայնքի խնամակալության եւ հոգաբարձուների մարմնի ուշադրության ու հսկողության տակ։ Մանկաբույժը եւս պետք է հետեւողական լիներ։ Երկրորդ խնդիրը, որը մենք այստեղ ունենք, դա համագործակցությունն է սոցիալական մարմինների եւ ոստիկանության միջեւ։ Այսինքն, եթե ինքնին այդ ընտանիքում կա անձ, որ ընտանեկան բռնություն է գործադրել կամ չգիտեմ ինքը նույն այդ կանանց հետ ինչ-որ անկանոն նաեւ բռնության եւ տարբեր ինչ-որ սպառնալիքների դրվագներ են հիմա բարձրաձայնվում, այդ ամեն ինչի շրջանակներում պետք է արդեն հասկանալ, որ սա երեխայի համար բարենպաստ միջավայր չէ եւ տեղեկատվության փոխանցման արդյունքում պետք է գործառույթը իրականացվի եւ երեխան այդ ընտանիքից վերցվի միանշանակ։ Փորձագետի կարծիքով, բացի պետական կառույցներից, կարևոր է նաեւ հասարակության դերը, որ չլռեն, չսպասեն դանակը հասնի ոսկորին, ահազանգեն ոստիկանություն, որ հնարավոր լինի կանխել այս ողբերգությունները։